չկա։ Դա ինչն է բան մենք։ Ուրեմն սա գինի է։ Գինի է, որ արտադրվում է Հայաստանում։ Եվ իր անունն է ինչ։ Չեմ կարող կարդալ։ Այս է կարդա։ Եվ իր անունն է ինչ։ Ինչ գինիշկո։ Գինիշկո։ Ապրես գինիշկո։ Ինքը ուրեմն ալումինե ժբների մեջ է, ժեշտի բանկեքի մեջ է, եւ գժական սպիտակ փեթև սպարկլինգ գինի է։ Ինչով է մյուս գինիներից տարբերվում։ Բացի փաթեթավորումը։ Հարմար է։ Ահա։ Դու կարող ես բարձիներին այսպես դուսի անել, այո, եւ սարմարոջի վծաչելնել ասենց բաներով կարաս վերցնես, մի քանի հատ անես պիկնիկ։ Այո, ճիշտ։ Ինձ հյուրասիրես։ Բացած խմամ։ Ահա։ Սրանք շատ Ադամի նկարներն են, դավայ։ Այո, Ադամի, իդեպ ինչով են տարբերվում, ամեն մեկը piece of art։ Նաև Սալոմե ունենք։ Դավայ Սալոմեին հյուրասիրես։ Այո, դավայ։ Սալոմե։ Կարամ չխմեմ, տանեմ տունը պահեմ պրոստը։ Հա, իհարկե, նայեք, այս Սալոմեն, որ դենք ինքը գալիս է գինիշկոյի։ Ինձ մի հատ կասես, ինչ է կհաղթի հերոսին, եթե չլինեն գինն ու գինի։ Իհարկե գինիշկոն։ Գինիշկոն կհաղթի։ Միանշանակ, գինիշկոն իր ասենց մեծ ալյումինե թրով հանում եւ գալիս է։ Բարև ձեզ։ Գիտեք, որ ծխելը վնասակար է, պետք է այսօր խմել։ Իսկ կարելի է խմել ամեն օր։ Չէ, ծխելը թողեք մի օր։ Իսկ շուշուտեք խմած տուն գնում։ Խմած շուշուտեք տուն գնում։ Խմած տուն։ Չէ գնում, իսկ բարորդ եք այսօր ղեկին եք։ Չէ՞։ Տողած ես տուն տարելու։ Մեր գինիները շատ արվեստասեր մարդկանց կողմից են ստեղծվել, շատ ովքեր սիրում են արվեստը եւ ընտրել են լավագույն դերասաններից մեկին, Ֆրունզիկին, ու իր պատվին են ստեղծել են գինին։ Մենք տեսականի շատ ունենք, սակայն այստեղ այս պահին միայն կարմիր, սպիտակ, վարդագույն 4 տարբերակներն են եւ փրփրունգի տարբերակը միայն սպիտակ 4-ը։ Իրենք բացառապես հայկական խաղի սորտերն են, արենի եւ ոսկեհատ։ Մոտեցեք եւ փորձեք վստահեցնել, որ չեք փորձանի։ Դուք էքսպերիմենտ անենք։ Ֆրունզիկի կինոն տեսել եք, որ դուք դերասաններ եք։ Այո։ Ֆրունզիկի կինոն տեսել եք, չէ՞ որ հայլու դիմաց նստած ինքն մենակով խմում ասենց հայլու հետ sense կենաց ասում։ Այո։ Կարեք ցույց տաք դա։ Էֆեկտիվ։ Սա հայլին է։ Հա, հենց կամերաների հայլին։ Ծիծաղալով։ Շատ լավ է։ Տույն մերսի շատ։ Կարմիր թե սպիտակ։ Կարմիր։ Որն եք նախընտրում գինիներից։ Վարդագույն։ Չէ, մի րոպե, անունը, բրենդ։ Հինարենի միանշանակ։ Ճիշտ ընտրում։ Ինչ է կհաղթեր հերոսին, թե չլինեին գինն ու գինին։ Չէր հաղթի ոչ մի բան։ Ոչ մի բան։ Հաստատ չէր հաղթի։ Շնորհակալություն։ Գրացիք։ Մեր գինիները արտադրվում են Վայոց Աղավնաձորում, անապատ գինիներ են, կարմիր եւ վարդագույնը արենի խաղողի տեսակից է պատրաստված, իսկ սպիտակը ոսկեհատ խաղողի տեսակից է պատրաստված։ Երեքն էլ 4 է, բայց 4 դինելով հանդիպ իրենք երկար տիպ են, ավելի հաճելի են քինքին։ Քանի գինիներ են, ցածր չեն կոշմանի։ Կեզ հյուրասիրեք։ Այո։ Մենք 3-ով ենք խմում, ես դու 2-ով ենք։ Ես տեսել եմ, որ ձեր գինիները շատ սիրուն մարդիկ են գովազդում, Մադոննան Հարությունյան, Խորենը Լևոնյան, այո։ Այդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես ուղղակի կարող եմ ձեզ գինի հյուրասիրել։ Լավ։ Յով։ Onu շատ ունի։ Թույն, շատ լավ է։ Մի քիչ շատ լավ է, ինչ շատ է դուր եկավ։ Հետ եմ գալու։ Չէ, չեք գալու։ Գալու եմ, շատ վրազ եմ։ Կգաս։ Բարև ձեզ։ Ինչ կենացներ եք խմել։ Բարով տեսանքի։ Մի հատ կենաց ասեք խմենք հիմա։ Լավ լինենք, առողջ լինենք։ Առողջ, թող լավ լինենք։ Նորարանի գինիներից մենք եւս մասնակից ենք։ Հա։ Նախապատկում ենք ոնց որ ընկերներին հանդիպում։ Դե մի քիչ նորարանի մասին պատմեք։ Նորարանի գինու գործարանը 2019 թվականին է հիմնվել, բայց մենք 2005 թվականից սկսած խաղողագործությամբ ենք զբաղվում, մատակարարել ենք Հայաստանի ամենամեծ խոշոր գործարաններին։ 2019 թվականին այդ Վաղեմի երազանքը կատարածվեց, ոնց որ հիմնեցինք գործարանը։ Եկեք լցնեմ, ասեք նորարենին է լավը թե լուսարևը։
Լավ, բայց կենաց ասեք նոր խմեք։ Բոլորս լավ տրամադրություն։ Թույն։ Պարզա չէ ինչ եմ ասելու։ Մի հատ խմենք հասկանանք։ Էլի շատ լավն է, միանշանակ։ Բայց մեր ուրիշ է։ ինչ գինի եք սիրում։ Իսկ օրինակ կնոջն եք ավելի շատ սիրում, թե գինի։ Քանոր գինի չունենք ներկայիս։ Գինի ունենք, հա։ Որ գինու ենք։ Ինչ է կա հաղթել հերոսի, եթե չլիներ գինն ու գինին։ Ոչ մի բան։ Լավ, օքեյ, հաստատ չափասեք, անձնագիր ունեք։ Իմ դեպքում ամեն ինչ կարա պատահի, ինձ որ 2006, մի հատ 2025-ից հանի 2006։ Ես 19-ն եմ հաստատ։ Սա լավ, գնացեք տժացեք։ Մերը վարեն մարեմ արվեստանոցն է։ Կպատմեք ձեր արվեստանոցի մասին։ Մենք Գյումրիից ենք ժամանել, վարեն մարեմ արվեստանոցն ենք, կավագործության արվեստանոց, բայց այսօր ավելի այլ ֆորմատի մեջ ենք հանդես գալիս, հրատապ լուրերի մեջ հայտնվում են այն մարդիկ, ովքեր եկել են հենց կինո փառատոնին, նորից պատահական կերպով։ Մի պտույտ տակու հետ դառնաք, դուք եւս կհայտնվեք։ Ես էլ կլինեմ։ Հաստորեն։ Ինձ մի հատ հումոր կպատմեք Գյումրիից։ Ոյ։ Ով գիտի Գյումրի հումոր, ինչ որ անեկդոտ։ Անեկդոտ։ Կամ բարև ձեզ։ Մի հատ պատմեք խնդալու։ Մի հատ խնդալու բան։ Ուրեմն երբ որ Լեննագանցիկին ստիպեն գա անեկդոտ պատմել, իրանք չեն պատմել։ Անեկդոտը պետք է եղնի ինքնաբերաբար։ Եկեք դավեծը ես sense քայլեմ, ինքնաբերաբար գա պատմեք։ Չէ, իսկականից լավ չեմ։ Չէ։ Դուք անեկդոտ չգիտեք։ Մեր ստափը անեկդոտից կիլոմետրերով հեռու է, չէ՞ որ։ Ինչ որ հումոր։ Լավ գոնե մեկի մասին պատմեք, ում եք ամենաշատը սիրում Գյումրիում։ Ժամանակակից թե ընդհանրապես։ Ընդհանրապես Գյումրին ծանել է լիքը, սկսենք չեմպիոններից, դերասաններից, կարողներից, Մհեր Մգրճյան, Ավետիք Իսահակյան, Շիրազ։ Բայց ձեր ամենասիրած կերպարը ով է։ Գյումրեցու կերպարը։ Քանի որ օրինակ մեր արվեստանոցի անունը Վարեմ Մարեմ է, ու մեր լոկացիան գտնվի մեր մանկության տանգոն ֆիլմից հայտնի պատշգամբի դիմաց։ Նովենցը։ Հետևաբար Գալա Նովենցը ու Մհեր Մգրճյանը բեմ չեկտու։ Այո։ Իսկ դուք մեր մոտ եղել եք թե չէ։ Հա ոնց չեմ եղել։ Ես անուն էլ ունեմ վերևը գրած են, որ տառերով անուն են հավաք։ Որտեղ է։ Որը եղել եք մեր մոտ է, ցերտեն թե քիչ։ Հիշում եք, հա։ Hey, how are you? You know Jackie Chan? No Jackie Chan, no. No? Jackie Chan. Jackie Chan. Yeah. You know? Yeah. He is my favorite actor. You are Jackie Chan, yeah. Just 1 week. 1 week? Yeah, 1 week. Is it good? Very nice quantity, very nice. We are looking for some companies, some factories to make our logo, to take it outside. Ոնց եք Բրյուսովի սիրուն տղա, ես ամեն տարի գալիս եմ ձեզնից հարցազրույց վերցնում։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք։ Ոնց եք նախապատրաստվել լսել։ Այս տարի, քանի որ անցած տարի առաջին անգամ էր այդպես բաներ, մանրուքներ կար, որ չգիտեինք, այս տարի մաքսիմալ sense լավ ենք տրամադրել, սիրուն զարդարել ենք մեր մոտ, նոր մենյու ենք ներկայացրել ու լավ օձիվներ ենք ստանում։ Գինիներից որն եք նախընտրում ու որն եք սիրում։ Նայեք, մենք գինի չենք մաքրում։ Գիտեմ, չէ, սուտ հարցնում եմ։ Ես ռոզե տեսակի գինին եմ շատ սիրում։ Կարելի է բայց ասեմ։ Հա։ Տակարի ռոզեն կամ տակարի սպիտակը։ Ընտիր, ինձ կասեք շատ եք խմելու այսօր։ Չէ, այսօր գործի եք։ Այսօր գործի եք, ամսի 8-ին։ Թե գիշերը։ Սա, ինչ է կհաղթեր հերոսին, եթե չլիներ գինն ու գինին։ Ահա։ Ասեցի։ Ինչը։ Գինին։ Եկեք մեր համով մենյուն այսօրվա համար։ Դեպքում ենք Վայոց մարզում, Աղավնաձոր գյուղում։ Ընտանեկան գինի արտադրությունը մենք սկսել ենք 2020 թվականից։ Անվան հետ ասեմ, դրել ենք զարթոնք, քանի որ 2020 թվականը եւ պատերազմն ու կորոնան էր։ Պատերազմից հետո որոշեցինք այնպեսի անվանում ունենանք, որպեսզի ասոցացվի այդ տարվա հետ եւ որոշեցինք զարթոնք, քանի որ ինքը նշանակում է վերածնունդ, կյանքի նոր սկիզբ։ Ունենք 3 տեսակի՝ սպիտակ, վարդագույն եւ կարմիր։ Սպիտակ արենի սորտից ենք պատրաստում, ռոզեն պատրաստում ենք ծոզոտ տեսակից եւ արենի տեսակից կարմիրը։